Սա ունի կարևոր նշանակություն։ Սա այնպեսի հարց է, որ մենք ուղղակիորեն չենք կարող այս հարցի շուրջ վիճել, ասել ոչ, ինչ կապ ունի, սերմնահեղուկը ուզում է թող շիթով դուրս գա, ուզում է թող ծորալով դուրս գա, դա չունի նշանակություն։ Իհարկե ունի, որովհետև սերմնահեղուկի շիթով դուրս գալու հիմքում ընկած է տղամարդու հաճույքի զգացողությունը։ Սա նշանակում է, որ սերմնահեղուկը ինչքան ուժով է դուրս գալիս օրգանիզմից, այնքան ավելի ուժեղ է լինում հաճույքի զգացողությունը։ Այս ասացի, հիշեցի այս համեմատությունը ուզում եի ասել, որ մի անցկացրեք պորնոների հետ, որովհետև այնտեղ ուրիշ մի քիչ բաներ են նկարած եւ դա իրականության հետ իհարկե կապ չունի, բայց որովհետև դուք նայում եք պորնոները, այնտեղ ինչ որ ես հասկանում եմ ինչեր եք տեսնում, բայց դրա մասին չի խոսքը, ոչ թե սերմնահեղուկը շիթով դուրս գալուց մենք նկատի ունենք, որ ձեր տնից մինչև հարևանի տուն պետքա գցի, այլ այն պետքա ունենա որոշակի ուժգնություն։ Այո, այն ուժգին պետք է դուրս գա, որովհետև ընդհանրապես օրգազմի, այսինքն սեռական հաճույքի ձևավորման մեխանիզմի մեջ իհարկե նշանակություն ունի մարդու ուղեղի բջիջներն են տալիս այդ հրահանգը, որ այո, հաճույքի զգացողություն պետքա լինի, բայց մենք պետք է հաշվի նստենք նաև ծայրամասային մեխանիզմների հետ, այսինքն հաճույքի զգացողությունների մի մասը ձևավորվում է նաև սեռական օրգանների հատվածում։ Ու սերմնահեղուկի շատ քանակությունը եւ շիթով դուրս գալը ճնշում գործադրելով միզուկի ճանապարհի վրա, միզուկի պատերի վրա, որտեղ կան նույնպես նյարդային վերջույթներ տեղակայված, առաջացնում է հաճույքի զգացողություն։ Նույնն էլ կանանց մոտ է կատարվում։ Կանանց մոտ էլ օրգազմ բոլոր դեպքերում օրգազմի հիմքը ուղեղն է, բայց չէ որ կանանց մոտ օրգազմի ժամանակ կծկվում են հեշտոցի մկանները, արգանդն է կծկվում, արգանդի վզիկը, շեքի մկանները եւ այս ամեն ինչը պատճառում է հաճույք։ Պատճառների մասին խոսելիս էլ պետք է ուշադրություն դարձնենք հիմնականում ինֆեկցիոն բորբոքային պրոցեսների վրա եւ հորմոնալ դեֆիցիտին։ Խոսքը վերաբերում է հատկապես տեստոստերոնին։ Այո, տեստոստերոնի adekvat քանակությունն է, որ պայմանավորելու է մկանային ուժ, մկանային տոնուս, որովհետև մկանների տոնուսի հաշվին շագանակագեղձի մկանների տոնուսը, շեքի հատվածի մկանները, կոնքի հատվածի մկանները, սրանք այս մկանների համագործակցության արդյունքում է տեղի ունենալու սերմնաժայթման ռեֆլեքսը եւ ինչքան մկանային տոնուսը ավելի լավ վիճակում է գտնվում, այնքան սերմնաժայթման ռեֆլեքսը կլինի ավելի ուժգին եւ այնքան ավելի կլինի հաճույքի զգացողությունը։ Կոնքի եւ շեքի մկանների մարզվածությունը պետք է նաեւ կանանց, որովհետեւ իրենց պարագայում սա նույնպես ունի նշանակություն։